Կառավարությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին 545 միլիոն դրամ է հատկացրել հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի հերթական ընտրությունների կազմակերպման համար։ Այս գումարով հանձնաժողովը պետք է ձեռք բերի անհրաժեշտ տեսախցիկներ, սարքավորումներ եւ ծրագրային ապահովում, որոնք թույլ կտան բոլոր այն տեղամասերից, որտեղ ընտրողների թիվը 300-ից ավելի է, տեսանկարահանում իրականացնել։ Ֆակտոր TV-ին ԿԸՀ-ից պարզաբանում է խնդրել ինչու են նոր տեսախցիկներ եւ ուղիղ հեռարձակում իրականացնելու համար նախատեսված այլ միջոցներ ձեռք բերում, երբ նախորդ ընտրություններին դրանք առկա էին եւ ընտրատեղամասից իրականացվում էր ուղիղ հեռարձակում։ Հանձնաժողովի խոսնակ Սեդա Ղուկասյանը մեզ հայտնեց, որ ընդլայնում են ընտրատեղամասերի թիվը, որտեղից ուղիղ հեռարձակում է իրականացվելու։ Սահմանադրական դատարանը որոշել է, որ հեծի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքները համապատասխանում են սահմանադրությանը։ Այսպիսով բարձր դատարանը որոշել է, որ Տաշիր կապիտալին լիցենզիայից զրկելը սահմանադրական է։ Օրենսդրական այս փոփոխություններով հնարավոր էր դարձել հեծի կառավարումը ժամանակավոր, կառավար չի հանձնել։ Սահմանադրական դատարանային դիմել ընդդիմադիր պատգամավորները։ Իսրայելը հարվածել է Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի Բուրչամուտ թաղամասին, տեղի բնակչության մեծամասնությունը հայեր են։ Հարվածի հետևանքով բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ Բեյրութում թիրախավորել է Հեզբալլահի անդամի։ Լիբանանի վրա իսրայելական հարձակումների հետևանքով մինչ օրս շուրջ 690 մարդ է զոհվել։ Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին։ Դուբայի իշխանությունները հայտարարել են, որ անօդաչուի բեկորները հաջող որսման արդյունքում փոքր միջադեպ են առաջացրել Դուբայի կենտրոնում գտնվող շենքերից մեկի ճակատին։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Միաժամանակ 6 ֆրանսիացի զինվորական է տուժել Իրաքի Էրբիլ նահանգի ռազմաբազայի վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով։ Դրանցից մեկը մահացել է, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սպիտակ տունը եւ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել են ռուսական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման մասին։ Նպատակն է կայունացնել համաշխարհային շուկան եւ նվազեցնել վառելիքի գները։ Երկրներին թույլատրվել է մեկ ամսվա ընթացքում գնել այն ռուսական նավթն ու նավթամթերքը, որոնք արդեն բեռնված են լցանավերի վրա եւ գտնվում են ծովում։ Այս որոշումը կայացվել է Մերձավոր Արևելքում Իրանի մասնակցությամբ ռազմական հակամարտության սրման եւ Հորմուզի նեղուցի փաստացի փակման ֆոնին, ինչը հանգեցրել է նավթի համաշխարհային գների կտրուկ աճի։ Առաջիկա օրերին հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ են սպասվում լեռնային գոտիներում ձյուն, հայտնել է հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-ից 16-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 7-ից 10 աստիճանով։ Երևանում մարտի 13-ին 17-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 8-ից 10, երեկոյան ժամերին 2-ից 4 աստիճան տաքություն։